Մենք շնորհակալ ենք Տիրոջից մեր ամեն օրվա համար, քանի որ մենք նրանով ապրում ենք, կանք եւ շարժվում ենք։ Նա է տալիս ամենքին կյանք, շունչ եւ բոլոր բաները։ Մարդու կյանքը ամբողջությամբ կախված է Տիրոջից։ Եվ Աստված մեզ ստեղծել է իր փառքի համար եւ իր հավիտենական ծրագրի համար։ Մարդուն չի ստեղծել ուղղակի երկրի վրա նետելու եւ ասել ապրի, ինչքան որ կապրես, երկրի բարիքները վայելի եւ հետո քեզ վերջ պիտի գա։ Աստված նպատակային է ստեղծել մարդուն։ Եվ այդ նպատակը նա է, որ Աստված ուզում է մեր մեջ իր աստվածային կյանքը դնի եւ մեզ նմանացնի իրան, որ մենք լինենք իր ընտանիքի անդամները։ Ուզում եք լինեք։ Համաձայն ենք, չէ՞ բոլորս։ Հիմա եթե մի հատ մեծահարուստ մարդ լինի, գա քեզ ասի ուզում եմ քեզի որդեգրեմ, մի քանի միլիարդ փող ունի այդ մարդը, ասում եմ ուզում եմ քեզի որդեգրեմ, ոչ մի բան պետք չի, ուղղակի դու ասա համաձայն ես թե չէ, մենք ինչ կասենք։ Մենք երկու ձեռքներս կբարձրացնենք, էլ այդ մարդուն էլ կբարձրացնենք, չէ՞, որտեվ մարդը համաձայն է, Աստված զրիաբար, հետի ուզում է որ տամ ես։ Եվ այդ առիթով ես ուզում եմ խոսալ մի հիմքի մասին, որի վրա Աստված կառուցում է իր եկեղեցին։ Եթե այդ հիմքը չկա, այդ եկեղեցին չի կառուցվում։ Ինչքան էլ նմանությունը տանք քրիստոնեական, ինչքան էլ մենք աստվածապաշտության մեջ անցկացնենք մեր տարիները, բայց եթե մեր հիմքը սխալ հիմքադրված, այդ հիմքի վրա չի կառուցվում, մենք հոգևոր մարդ չենք կարող դառնալ։ Ես ուզում եմ կարդամ Մատթեոս ավետարան 16-րդ գլուխ 13 համարից։ Եվ Հիսուս Փիլիպոսի Կեսարիայի կողմերը երթալով իր աշակերտերին հարցրեց ու սավ. Մարդիկ ով կսեն թե եմ ես որդի մարդու։ Եվ անուն կսին, ոմանք կսեն թե Հովհաննես Մկրտիչն ես, ուրիշները Եղիան, ուրիշներն էլ Երեմիան, կամ մարգարեներն մեկը։ Հսավ անոնց, հապա դուք ինձի համար ով կսեք, թե եմ ես որդի մարդու։ Տեր Հիսուսը հարց տվեց իր աշակերտներին եւ այդպիսի կարծիքներ կար մարդկանց մեջ։ Ոմանք ասում էին, որ Հովհաննես Մկրտիչն է, մարգարե որպես ընդունում էին։ Ոմանք այսօր որ ընդունել են Հիսուսին, եկել են Տիրոջը, նրանք ընդունում են Հիսուսին որպես իրանց համար փրկիչ, իրանց համար որպես բժիշկ, իրանց համար տարբեր օրհնությունների պատճառ։ Եթե դու խնդիրներ ունես, ինքը կարող է խնդիրները լուծի, բարեգործ որպես մեկը, հրաշագործ որպես մի անձնավորություն, տարբեր շարժառիթներով եւ տարբեր պատճառներով մարդիկ պաշտում են Աստծուն։ Եվ աշակերտները անմիջապես պատասխանեցին մարդկանց կարծիքները փոխանցելու Հիսուսին, բայց իրանք չէին սպասում, որ Հիսուսը իրանց այդ հարցը պիտի տար։ Իսկ դուք ինչ եք ասում, ով եմ ես։ Եվ այդ հարցը բոլոր ժամանակներում Հիսուսը տալիս է իր հետևողներին։ Եվ այսօր Հիսուսը ինձ ու քեզ այդ հարցը տալի։ Դուք ինչ եք ասում, ով է Հիսուսը ձեզ համար։ Ով է Հիսուսը ձեր համար։ Եվ այստեղ Պետրոսին կատարվեց հայտնություն։ Եվ եւ Սիմոն Պետրոսը պատասխան տվավ ու սավ. Դու ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին։ Եվ սա ոչ թե Պետրոսից էլ, այ հայրը հայտնեց Պետրոսին, դա կատարվեց այդ հայտնությունը։ Եվ Պետրոսը խոսեց այն, ինչ որ կատարվավ Սուրբ Հոգուց իր մոտ հայտնություն։ Դու ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին։ Եվ շարունակության մեջ Տեր Հիսուսն ասում է. այս հիմքի վրա ես պիտի շինեմ իմ եկեղեցին։ Այս հիմքի վրա ես պիտի շինեմ իմ եկեղեցին։ Եղբայրներ, քույրեր, քրիստոնեական աշխարհում ընդհանրապես գոյություն ունի երկու ուղղություն։ Ուրիշ շատ ուղղություններ գոյություն չունեն, երկու ուղղություն։
Ոմանք, որ հավատում են, որ կա հավիտյան ապրելու հնարավորություն Հիսուս Քրիստոսի միջոցով, եւ մարդիկ ընդունում են Հիսուսին, որպեսզի Հիսուսի միջոցով մեղքերի թողություն ստանան եւ իրավունք տրվի իրանց մտնելու դրախտ եւ ապրել հավիտյան դրախտում։ Եվ ոմանք հավատում են, որ այդ կյանքը, որը հավիտենական կյանք ենք մենք համարում, այդ կյանքը ոչ թե Հիսուսի միջոցով է, այլ Հիսուսի մեջ է։ Ինքնակյանքը հավիտենական։ Եվ բոլոր ժամանակների մեջ Աստված այս վկայությունն է տվել բոլոր սուրբերին, ովքեր որ իրան երկրպագություն են արել։ Առանց այս վկայության մարդիկ չեն կարողացել երկրպագություն անել Տիրոջը։ Այդպես գրված է Եբրայեցիս 11-րդ գլուխ առաջի համարից։ Արդ հավատքը ուսացած բաների հաստատությունը ու չերևացած բաների ապացույցն է, վասնզի անով առաջինները վկայությունը ընդունեցին։ Հավատք բոլոր մարդկանց մեջ կա։ Եթե դու մի բան չես տենում, չես շոշափել, դրա գոյությունը քո համար այդպես երևույթով հաստատելի չի եղել, ու դու ընդունում ես այդ բանի գոյությունը, դա հավատքի միջոցով ես ընդունում։ Այսինքն չտեսած բանի ընդունելություն։ Մենք բոլորս ունենք այդպիսի հավատք։ Բայց այդ հավատքով մենք ընդունելու ենք Աստծո վկայությունը, որպեսզի դառնանք հոգևոր մարդ։ Եվ ո՞րն է այդ վկայությունը, որ մենք պետք է ընդունենք։ Առաջի Թուղթովանու 5-րդ գլուխ 10 համարում գրված է. «Եվ Աստված մեզի հավիտենական կյանք տվեց, եւ այս կյանքը իր որդու մեջ է»։ Սա է Աստծո վկայությունը։ Սա է վկայել բոլոր դարերի մեջ Աստված, որ այս վկայության հիմքի վրա են մարդիկ իրենց տունը շինել։ Ժողովուրդ ջան, այսօր շատ քրիստոնյաների հետաքրքրում է Աստծո օրհնությունները։ Եվ իրանք ընդամենը գալիս են եկեղեցի, որ Աստված բժշկի իրանց, օրհնի իրանց, գործերին հաջողություն տա, առողջություն լինի եւ այլն։ Սա են ուզում շատերը։ Եվ նաեւ վերջում էլ հավիտյան ապրել դրախտում։ Ես տարիներ առաջ հիշում եմ նոր էի ապաշխարում, երևի 2-3 տարի էր հավատքի մեջ էի կամ ավելի քիչ էր, չհիշում։ Այդպես կրակոտ, չէ, պահեր կա, որ նոր ապաշխարում ես, ավելի ու մտնում ես, վկայում ես, չէ։ Հիմա մեկի հետ խոսում եմ, ասում եմ, պետք է ապաշխարես, ասում եմ, որ չապաշխարես գետած դժոխք, որ ապաշխարես գետած դրախտ։ Ընդ տանջվես, ընդ չես տանջվի։ Ասեց էլ մի հատ քեզի հարց տամ, էլի։ Ասես դու որ այդած դրախտ, ինչ ես անելու։ Դրախտում ինչ պետք է անես։ Ասեց իվա ինչ էլ անում ես, հոգնում ես, չէ, ձանձրանում ես դրանից։ Կա մի բան, որ դուք շարունակ անում եք, չեք ձանձրանում։ Ինչ էլ անում ես, ձանձրանում ես, չէ։ Հետո փոխում ես ուրիշ մի բան ես ուզում անես, հետո փոխում ես ուրիշ մի բան ես ուզում անես, որ ձանձրությունդ մի քիչ անցնի։ Ասեց ախպեր, ասեց, քո ասած դժոխքը որ տանջանք է, այդ քո ասած դրախտն է տանջանք, ընդել ձանձրությունից պետք է տանջվես, ինչ պետք է անես դրախտում։ Հիմա ժողովուրդ ջան, որ գնացիք դրախտ ինչ եք անելու։ Ինտերնետ չկա։ Ավտոներու ճոխ տներ չկա, որ քո տունը մյուսի տնից լավ լինի, ասես իմ ավտոն քո ավտոից լավն է։ Ընդ չգիտեմ, տարբեր ցանկություններով զբաղվելու հնարավորությունը չկա, խանութներ չկա, ճոխ խանութներ, որ այդ ասած խանութների մեջ մանգաս, ինչ-որ ապրանքներ ընտրես, բերես, հագնես, բարձենաս։ Instagram, Facebook չկա, որ նկարվես, տնես, տենաս ով է լայքում քեզ։ Տխուր չի դրախտը։ Չէ՞։ Բավարար այդքան բան չկա, ոնց է ուրախ։ Հիմա ես մարդուն վկայեցի, ես փորձեցի ֆրցնեմ մի քիչ, այսպես ասած, ասին դե լավ ալնելու չենք, լաց չի լինի, հիվանդություն չկա, ես չկա։ Ասեց, վերջը ձենը կտրեց, ոնց որ ասեց, ոնց որ ասեց գնային կոմ էլի։ Որտեվ ինքը էլի այդ հարցներ տալիս, ինչ պետք է անես դու դրախտում, որ դու
չձանձրանաս։ Հիմա ես եկա տուն, ճանապարհից ես մտածում, ասում եմ լավ, ինչ պետք է անեմ, իսկական ես, որ գնացի դրախտին չեմ անելու։ Եվ հիմա գնացել եմ տուն, նստել եմ ու մտածում, ասում դե դրախտում լավ կլինի, ասում դե եզերքը ինչքան մեծ է, կնստենք ամպերի վրա, կշրջենք, եթանք ես մոլորակը կտենանք, եթանք այն մոլորակը կտենանք, սենց հետարքիր կլինի։ Հիմա ինչ մտածում եմ, վերջում գալիս եմ վերջակետի, բա հետո, չէ որ հավիտենություն է այդի, հավիտյան պիտի ապրես, մահ չկա, վերջ չկա, բա հետո, հիմա ինչ մտածում եմ վերջ կա, ասում եմ սենց աղոթք եմ անում, ասում եմ Տեր, մի բան կա ծածկված իմ համար, որ ես հիմա չգիտեմ, չի կարա լինի այդպես, որ դու ստեղծել ես հավիտենությունը ու դա լցված է տանջանքով, թե ֆիզիկապես, թե ձանձրությունով, տանջանքով է լցված, մի բան կա ծածկված, որ ես չգիտեմ։ Եվ այդ մտորումների մեջ է և աղոթք է անում և Տիրոջ հոգու ներկայությունը եղավ։ Եվ սուրբ այսպես լցվեցի Տիրոջ ներկայությունով, իմ ներսը ամբողջությամբ բավարարված է։ Ոչ մի բանի կարիք չեմ զգում։ Այդ բան ոչ մի բան ինձ չի հետարքրում, մտքովս ոչ մի բան չի անցնում, իմ ներսը կյանքը արդեն գնում եւ ես ջուր պիտի տամ քեզ, որը քո ներսից գետեր պիտի բխի եւ այդ գետը Սուրբ Հոգու գետն է, որը բերել է մեր մեջ այդ կյանքը, որ Հիսուս Քրիստոսն է եւ մի հատ մեղ ձայն եկավ ինձ, այսպես պիտի լինի հավիտենության մեջ։ Ես եմ կյանքը հավիտենական։ Ահա երկինքն ու երկիրը վկա կբռնեմ ձեզի, որ կյանքը եւ մահը, օրհնությունը եւ անեծքը ձեր առջեւ դրի, կյանքը ընտրի, որպեսզի ապրես դու եւ քո սերունդդ։ Տեսեք, այստեղ չի ասում օրհնությունները ընտրի, որ ապրես դու եւ քո սերունդդ։ Կյանքը ընտրի։ Աստված մեզի օրհնություններ չի առաջարկում, Աստված մեզ կյանք է առաջարկում, որովհետև ես ու դու կյանքի կարիք ունենք։ Մեր ներսի այդ սովը, դատարկությունը միայն նրա ներկայությունից է լցվում, ուրիշ կերպ չի լցվում։ Ինչքան ուզում ես հարուստ տեղի, ինչքան ուզում ես ցանկությունների հետևից գնա, ինչքան ուզում ես գեղեցիկ եղի, եւ չգիտեմ հեղինակություն ու անուն ունեցի, միևնույն դա չի տալիս այն, ինչ որ կարա լցնի քո ներսի աշխարհը։ Մենք այսօր շատերս Տիրոջ օրհնություններն ենք ավելի շատ ուզում, բայց ժողովուրդ ջան, օրհնությունները չի տրվում առանց Հիսուս Քրիստոսի։ Եփեսացիս առաջի գլուխ 3 համարում գրված է. Օրհնյալ է Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով երկնավորների մեջ Քրիստոսով։ Բոլոր այդ օրհնությունները դրեց Քրիստոսի մեջ եւ Քրիստոսին է տալիս մեզ, նա որ Քրիստոսին ունի, նա կյանք ունի եւ օրհնություն ունի իր հետ։ Դες օրինակ մենք գնում ենք շատ անգամ խանութներ կա, չէ՞, մտնում եք, որ գրված է buy one get one free։ Կարծացել եք դες բան։ Հիմա Աստված ասում է, եթե դու կյանքը ընտրես, այդ բոլորը հետը գալիս է փակեժը։ Կյանքը ընտրի եւ դու ամեն ինչ կունենաս։ Եթե կյանքը չես ընտրել, դա չես կարող ունենաս։ Եթե մի հատը չես առել, մյուսը free, չես կարող ընդունես։ Buy one get one free։ Մի հատը որ վերցնում ես, մյուսը հետն է գալի։ Կյանքը ընտրում ես, օրհնությունները հետն է գալի։ Հիմա պատկերացրեք, մարդիկ գնացել են միտեղ աղջիկ ուզելու։ Հիմա գնացել են ադամանդեն զարդարանքներով, ոսկիներով, տարիներ նշան դրեք են, գնացել են աղջկան հարցում անելու, ուզելու։ Հիմա աղջիկը տենում է, ինչ լավ նվերներ են վերել։ Նվերները շատ է դուրը գալիս։ Բայց հիմա հարցնում են, աղջիկ ջան, դու համաձայն ես մեր տղու կինը դառնալու։ Այս աղջիկը նայում է նվերներին, նվերները դուր է գալիս իրան, բայց իր սրտի մեջ ուրիշ մեկն է դուր գալիս։ Բայց նվերները ավելի շատ է դուր գալիս։ Հիմա եթե այս աղջիկը ասի, որ ձեր տղուն չեմ ուզում, բայց նվերները ուզում եմ, ո՞նց կլինի, ո՞նց եք մտածում։ Օրինակ դուք կլնեիք, կտայիք այդ նվերները։ Գերնեք ճամփինել ահագին կբամբասեիք այդ աղջկանի իշը,
Ես ինչ տգետ էր, սենց էր ունեցել, հələ Իրան նայի մեզին վերջը կխոսայի։ Ոչ թե նվերները կտայիք, չէ, չէիք տա։ Եվ բոլոր օրհնությունները, որտեղ որ գրված է, օրինակ, դուք շնորհքով փրկված եք հավատքի միջոցով։ Շատերն այսօր ասում են մենք փրկություն ունենք, ալելույա, այո, փրկություն ունենք, բայց գրված է փրկությունը հավատքի միջոցով է ձեռք բերվում։ Հավատքը նա չի, որ մենք ընդամենը հավատում ենք, որ Աստված կա, հավատում ենք, որ Հիսուսը եկավ, խաչվեց, հարություն առավ։ Դրա համար գրված է, որ դևերն են հավատում։ Հավատքը նա է, որի միջոցով մենք ստանում ենք օրհնությունը, որ մենք հավատում ենք, որ կյանքը Հիսուս Քրիստոսի մեջ է։ Մենք այս կյանքն ենք ընտրում։ Հիմա ժողովուրդ ջան, հին ուխտի սուրբերը, երբ որ հայտնվեց այս վկայությունը, նրանք հեռվից տեսան, բայց դեռ իրանց մեջ չէր։ Հիմա մենք ինչով կարող ենք քննել մեր անձերը, ինչպես Պողոս առաքյալը գրում է Կորինթոսի եկեղեցուն, փորձեցեք ձեր անձերը, արդյոք հավատքի մեջ եք։ Մենք ինչով կարող ենք քննել մեզ, մենք այդ հավատքը, որ հիմա մենք դավանում ենք, հիմա եթե հարց տրվի, ով է հավատում, որ կյանքը Հիսուսն է։ Ով է հավատում։ Կարծում եմ բոլորս։ Իսկ հավատքը ունի գործ։ Գործը ապացուցում է հավատքը, որ դա ունես։ Թեև որոշ գործեր կա, որը քրիստոնեական ինչ որ սովորություններ, կարգեր եւ այլն վարմունքներ։ Մարդիկ փորձում են վարմունքի փոփոխությունով ապացուցեն, որ իրանք հավատք ունեն։ Վարմունքի փոփոխությունը դա դեռ չափանիշ չի, որ դու հավատք ունես, բայց հավատք եթե ունենք, փոխվում է մեր կյանքում գործերը։ Ես մի գործի մասին եմ ուզում խոսամ, որը մենք կարող ենք դրանով քննել մեր անձերը։ Արդյոք մենք հավատքի մասին լսել ենք, թե հավատքը մեր սրտերի մեջ հայտնվել է։ Որտեղ գրված է հին ուխտի սուրբերի համար, որ նրանք տեսան հեռվից եւ ողջունեցին։ Բայց դեռ իրաց մեջ չէր։ Հնարավոր է, որ մենք այսօր լսել ենք կյանքի վրայով, տեսնում ենք կյանքը, կատարվել է այդ հայտությունը, բայց մեր կողմը, որը պիտի կատարվի, որն էլ հետևանք է բերում մեր կյանքի մեջ, դա մեր ընտրությունն է։ Դու կյանքը ընտրում ես որպես քո համար, որպես կյանք, որպես քո ներսի դատարկությունը բավարարող ճանապարհ, այսինքն կյանքը Հիսուսն է։ Հիմա եթե օրինակ դու դեռ կյանքդ փնտրում ես տարբեր ցանկությունների մեջ, բայց քրիստոնյա ես։ Քո ներսի ծառավը հագեցնում ես տարբեր ցանկություններով, բայց քրիստոնյա ես։ Սա նշանակում է, որ մենք ճիշտ հիմքի վրա չենք կառուցվում։ Մենք անհավատ հավատացյալներ ենք։ Որտեղ հավատքը կայանում է դրանում, որ երբ որ դու ներսը ծառավը, ներսը դատարկը, դու խմում ես կյանքի ջուրը, որ քո ներսի դատարկությունը հագեցնես։ Սա է միակ ջուրը, որ կարող հագեցնի քեզ։ Ես մի անգամ մեկի հետ խոսում էի, իրանց տունը տենց աշխատանքի բերումով, իրանց տանն էի, մեծահարուստ մարդիկ էին։ Ոտ $1 միլիոն տվել էին իրանց բակեարտն էին սարքել։ Հիմա խոսում եմ, ասում եմ, խոսքը նենց գնաց, որ Աստծո խոսքից պիտի խոսացվեր, ասեցի աղքատները ավելի ուրախ են, քան թե հարուստները։ Ասեց էդ ո՞նց։ Ասի հիմա ես քեզ մի երկու բան հարցնեմ, դու մենակ անկեղծ եղի։ Ասի նայ աղքատը նայում է հարուստին, տեսնում է ինչ հնարավորություններ ունի ֆինանսական, տարբեր առիթներով, նյութական բաների հետ կապված, չէ՞ որ ունի։ Ասում է երանի մի օր իմ հաջողությունն էլ բացվի, ես էլ հարստանամ, որ հարստանամ, ես երջանիկ կլինեմ։ Եվ այս աղքատը այդ հույսով, որ մի օր իր գործերը լավանալու է, ինքն էլ է հարստանալու, էսա ունենալու, այնա ունենալու, ու ինքը երջանիկ ալնելու։ Այդ հույսով ինքը ուրախ է ապրում, այդ հույսը իրան ուրախություն է տալի։ Ինքը ձգտում է հասնի դրան։ Բայց հարուստը, ասում եմ, հասել է այդ ամեն ինչին եւ համոզվել է, որ դա սուտ է։ Ճիշտ եմ ասում ասի։
Ասեց հա, ճիշտ ես ասում։ Մենք ամեն ինչ ունենք, բայց ուրախություն չունենք։ Ամեն ինչ ունենք, ուրախություն չունենք։ Ես ես ասեմ, ինչքան որ մարդը հասնում է ինչ որ ցանկությունների, այդքան իր դատարկությունը ավելի ու ավելի մեծանում է։ Եվ գալիս է մի աստիճան, որ մարդիկ այդ դատարկության զգացումին չեն դիմանում, ինքնասպան են լինում։ Կամ նարկոման են դառնում, կամ հարբեցող են դառնում, կամ ինքնասպան են լինում, որտեղ այդ դատարկության մեծությունը ազդում է մարդու վրա։ Ժողովուրդ ջան, ուրիշ տեղ կյանք մի փնտրեք, կյանքը Հիսուսն է։ Երբ որ ձեր դատարկությունը կմեծանա, մի փորձեք ուրիշ տեղերից բաներ խմելու, այլ ընկեք Տիրոջ առաջ, ասեք Տեր քո ներկայությունն եմ ուզում, որովհետև ես իմ ներսի դատարկությունը ուրիշ ոչ մի բան չի լցնի։ Սողոմոնը ամեն ինչ ուներ Սողոմոնը, եւ ոչ մի խնդիր չուներ, ինչ մտքով անցնում էր կարարաներ, բայց Սողոմոնը համոզվեց դրանում եւ ասեց, որ ունայնություն, ունայնությանց ամեն բան ունայն։ Սա է այն հիմքը, որի վրա Տերը շինում է իր եկեղեցին։ Եթե մենք այս հիմքի վրա չենք, մենք ինչ էլ շինենք, վերջում քանդվելու է։ Եթե մեր հիմք Քրիստոս կյանքը չի, ժողովուրդ ջան, մենք բարապ ջուր ենք ծեծում, քամի ենք անում, բարապ այդ ամեն ինչը, որովհետև այդ բոլոր բաները մեզ ընդհանրապես կարող է բերել կեղծ աստվածապաշտության, որոնք ունեն աստվածապաշտության կերպարանքը, բայց նրա զորությունը ուրացած են։ Կերպարանք ձեռք բերելը դժվար չի, հեշտ է ձեռք բերել կերպարանք։ Բայց դա կյանք չի մարդու համար, որովհետև մարդուն ընդհանրապես մի բան է պետք, որ դու կյանք ունենաս, եւ Հիսուսը դրա համար է եկել։ Մեզ սիրում է Տերը։ Չի ուզում որևիցե մեկը կորի։ Նա գիտի քո տառապանքները, նա գիտի քո հոգու աշխարհի դատարկությունը, նա գիտի քո ցավերը, քեզ պատած բոլոր նեղությունները, բոլոր դժվարությունները, նա տեղյակ է այդ ամենից։ Եվ մենք կարիք չունենք ընդհանրապես խնդրենք այդ նեղություններ, դժվարություններ եւ տառապանքները հեռանան մեզանից, որովհետեւ նա տեղյակ է դրանից եւ այդ միջոցներով է ինքը քաշում մեզի դեպի իրան։ Սիրո ճուաններով է մեզի քաշում։ Այդ ամեն ինչի մեջ կա Աստծո սերը։ Եթե դու դժվարության, նեղության, հիվանդության ես հանդիպել, դա նրա համար չի, որ Աստված պատժում է քեզ։ Ոչ, Աստված չի պատժում մեզ։ Հակառակը ինքը ճանապարհ է պատրաստում, որսի մեզ մոտեցնի իրան։ Շատերը այդ ճանապարհներով են մոտենում Տիրոջը, փնտրում են Տիրոջ երեսը եւ հանդիպելով Տիրոջը մոռանում են իրանց բոլոր ցավերը, հիվանդություններն ու տառապանքներն ու նեղությունները, նրանք արդեն կյանք են գտել եւ երբ որ Հիսուսին ունեն, ամեն բան ունեն։ Տեր օրհնի եղբայրներ, քույրեր, մենք փնտրենք այս հիմքը եւ ես կուզեմ մի հատ աղոթք անենք եւ այս աղոթքի ժամանակ, ինչպես Պողոս Արաքյալը գրում է Կորինթոսի եկեղեցուն, մենք էլ նույնպես քննենք մեր անձերը, արդյոք հավատքի մեջ ենք։ Փորձիր քո անձը, քննիր։